Բարև ձեզ սիրելի ունկնդիրներ, ինչպես գիտեք, ես էքստրասենս բարահոգեբան եմ, զբաղվում եմ նաև վեդայական աստղաբանությամբ, նայում եմ նեգատիվ էներգիայի մակրում, աստղային քարտեզ եմ մեկնաբանում, թալիսմաններ եմ պատրաստում, ակտիվացնում։ Ես Երևանում եմ, եթե ձեզ անհրաժեշտ է իմ ծառայությունը կարող եք դիմել, եթե չեք կարողանում այցելել, աշխատում եմ նաև օնլայն տեսազանգի միջոցով։ Իմ բոլոր եթերները պահպանվում են իմ YouTube-յան ալիքներում, Instagram-ում, Կոնտակտում, Facebook-յան ալիքներում, Telegram-յան ալիքներում, TikTok-յան ալիքներում, գրանցրեք, որպեսզի ինֆորմացված լինեք։ Այդ ալիքներում ձեզ հետաքրքրող շատ ինֆորմացիա կա, կանխատեսումներ, հմայախոսություններ, դիսակարգեր, որոնք որ ես ձեզ ի սրտե նվիրում եմ։ Ինչպես գիտեք, սիրելիներս, ամեն շաբաթ կիրակի մտնում եմ ուղիղ եթեր, որտեղ որ պատասխանում եմ ձեր հարցերին։ Գրում եք ձեր անունը, գրում եք ձեր տարիքը, գրում եք ձեր հարցի ոլորտը, անձնական, գործնական, ֆինանսական, առողջական, նաև նեգատիվի առկայության մասին, եթե ցանկանում եք իմանալ, ձեր վրա որևէ տեսակի նեգատիվ կա, թե ոչ, ես մեծ ուրախությամբ ձեզ այդ հարցերին կպատասխանեմ։ Եթե ես զգամ, հասկանամ, որ ձեր խնդիրը, ձեր պրոբլեմը կապված է որևէ տեսակի նեգատիվի հետ, ես դա նույնպես բարձրաձայնելու եմ։ Здравствуйте, мои дорогие подписчики. Как вы знаете, я экстрасенс-парапсихолог, ведический астролог, ясновидящая. Я делаю расклады на картах Таро, работаю с помощью рун, делаю чистку, ставлю защиту для каждого человека, отдельно составляю натальную карту, астрологическую матрицу. Если вам нужна моя помощь, обращайтесь. Я людей принимаю в себя в доме. Если не можете приходить, работаю онлайн с помощью видеозвонка. Каждую субботу и воскресенье у меня прямые эфиры, где я отвечаю на ваши вопросы. Пишите ваше имя, сколько вам лет и сфера вопроса. Личные отношения, здоровье, финансы, наличие негатива. Я с большим удовольствием на ваши вопросы буду отвечать. Я знаю, что много моих подписчиков, они русскоязычные люди. Вы можете давать ваши вопросы на русском. Я с большим удовольствием буду вам отвечать на русском. Начинаем наш прямой эфир, дорогие мои подписчики. Սկսենք սիրելիներս, դուք էլ եղեք ակտիվ ու արեք ձեր նվերները, ձեր լայքերը, ձեր սրտիկները, գրանցրեք իմ ալիքներին նման ձևով ձեր շնորհակալությունը կհայտնեք։ Սկսում ենք սիրելիներս մեր ուղիղ եթերը։ Շնորհակալ եմ նվերների համար։ Շնորհակալ եմ նվերների համար, շնորհակալ եմ լայքերի, սրտիկների համար, սիրելիներս։ Հասմիկ 38 տարեկան, ինչ կլինի ապագայում։ Տեսնենք ինչ է ասում տիեզերքը մեր սիրելի Հասմիկի համար։ Հասմիկ 38 տարեկան, ինչ է սպասվում ապագայում։ Սիրելի Հասմիկ, հատկապես ձեր անձնական ոլորտում ցույց է տալիս, որ լինելու է հաջողություն։ Եթե նույնիսկ խնդիրներ եկա, պրոբլեմներ եկա, սիրելի Հասմիկ, դուք այդ խնդիրներից, պրոբլեմներից հաղթանակով դուրս եք գալիս։ Ինչ երազանք նպատակ որ ունեք հատկապես ձեր անձնական ոլորտում, դրանք կատարվելու են, սիրելի Հասմիկ։
Շնորհակալ եմ լայքերի, սրտիկների, նվերների համար։ Շատ շնորհակալ եմ։ Ես ձեզանից եմ շնորհակալ։ Գրանցվեք իմ ալիքներին, նման ձևով ձեր շնորհակալությունը կհայտնեք։ Անժելա Նարեկ, տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Անժելայի և Նարեկի համար։ Անժելա Նարեկ, սիրելի Անժելա, սիրելի Նարեկ, ցույց է տալիս, որ ձեր մոտ ամեն ինչ լավ է լինելու, և անձնական ոլորտում, և գործնական ոլորտում, հաջողություն է ցույց տալիս, երջանկություն է ցույց տալիս, ուրախություն է ցույց տալիս, եթե նույնիսկ խնդիրներ եկա, դուք այդ խնդիրներից հաղթանակով դուրս եք գալիս, դուք իրար կողք եք, ինչ երազանք նպատակ որ ունեք, սիրելի Անժելա, սիրելի Նարեկ, ձեր երազանքները, նպատակները կատարվելու են։ Շնորհակալ եմ լայքերի, սրտիկների համար։ Շատ շնորհակալ եմ։ Անահիտ, 26 տարեկան, տան հարցը կլուծվի թե ոչ։ Անահիտ, 26 տարեկան, տան հարցը կլուծվի թե ոչ։ Տեսնենք ինչ է ասում տիեզերքը։ Այո, սիրելի Անահիտ, ձեր տան հարցը կլուծվի, ձեզանից էլ աչքալուսանք եմ սպասում։ Ձեր տան հարցը կլուծվի։ Լորա, 22 տարեկան անձնական։ Լորա, 22 տարեկան անձնական։ Տեսնենք ինչ է ասում տիեզերքը մեր սիրելի Լորայի համար։ Կա խնդիրներ, սիրելի Լորա, կա դժվարություններ, կա պրոբլեմներ, հատկապես դա կապված է ձեր անձնական ոլորտի հետ։ Խնդիրներ է եղել, որ ձեր կյանքի մեջ վախ է առաջացրել։ Սիրելի Լորա, մի վախեցեք, եւ անձնական կյանքում է լինելու հաջողություն, եւ գործնական կյանքում է լինելու հաջողություն։ Հաջողություն է լինելու, սիրելի Լորա։ Արման, 25 տարեկան անձնական։ Արման, 25 տարեկան անձնական։ Տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Արմանի համար։ Կա խնդիրներ, սիրելի Արման, կա խնդիրներ, ձեր անձնական ոլորտում ոնց որ չի ստացվել, պետք է լիներ ամուսնություն, նշանադրություն, չի ստացվել, բայց մի վախեցեք, սիրելի Արման, ցույց է տալիս, որ լինելու է երջանկություն անձնական, դա կապ չունի, որ այս անգամ չի ստացվել, ձեր անձնական ոլորտում լինելու է հաջողություն։ Սկզբում ձեր ֆինանսական ոլորտում կլինի կայուն իրավիճակ, հետագա ձեր անձնական ոլորտում։ Շնորհակալ եմ ձեր լայքերի, ձեր սրտիկների, ձեր նվերների համար։ Հայգույի Ժորա, գրեք ձեր տարիքները։ Վանուհի, 21 տարեկան անձնական։ Վանուհի, 21 տարեկան անձնական։ Սիրելի Վանուհի, ձեր անձնական ոլորտում լինելու է հաջողություն, լինելու է երջանկություն, ինչ երազանք նպատակ որ ունեք, սիրելի Վանուհի, ձեր երազանքները, նպատակները կատարվելու են։ Շնորհակալ եմ, Սվետա, 19 տարեկան անձնական, տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Սվետայի համար, Սվետա, 19 տարեկան անձնական,
Սիրելի Սվետա, ձեր անձնական ոլորտում լինելու է հաջողություն, լինելու է երջանկություն, ինչ երազանք նպատակներ որ ունեք, սիրելի Սվետա, ձեր երազանքները նպատակները կատարվելու են։ Շնորհակալ եմ նվերների, լայքերի համար, շատ շնորհակալ եմ։ Կրիստինա, Мхитар, будет ли беременность? Кристина, будет ли беременность? Да, будет беременность. Да, будет беременность. Будет беременность. От вас жду награды. Да, беременность будет. Edmond 27 տարեկան։ Տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Edmond-ի համար։ Edmond Սիրելի Edmond, ձեր վրա կա թուղթուգիր, ձեր վրա կա տոհմական անեծք, ամեն ինչ փակված է, ուշադիր եղեք, անտեղ ժամանակ մի կկործրեք, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, դուրս եկեք այս նեգատիվից եւ ձեր կյանքի բոլոր ոլորտներում սիրելի Edmond կլինի հաջողություն։ Խնդիրներ կա, խնդիրներ կա, դժվարություններ կա, քանի գնա այնքան կվատանա։ Շնորհակալ եմ ձեր նվերների, ձեր լայքերի, ձեր սերտիկների համար, շատ շնորհակալ եմ։ Ալբերտ 34 տարեկան, անձնական։ Ալբերտ 34 տարեկան, անձնական։ Տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Ալբերտի համար։ Սիրելի Ալբերտ, ձեր անձնական ոլորտում լինելու է հաջողություն։ Գիտեք ինչ, եւ անձնական ոլորտում է ցույց տալիս հաջողություն, եւ ձեր կյանքի ֆինանսական ոլորտում։ Սկզբում ֆինանսական ոլորտում կլինի մեծ հաջողություն եւ հետագայում նաեւ ձեր անձնական ոլորտում կլինի հաջողություն եւ հաղթանակ։ Հայկ 49 տարեկան, անձնական։ Տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Հայկի համար։ Հայկ, անձնական։ Սիրելի Հայկ, ձեր վրա կա թուղթուգիր, ձեր վրա կա անեծք, որը փակում է ձեր անձնականը։ Դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, դուրս եկեք այս նեգատիվից, նոր կլինի անձնական։ Կան նաև առողջական խնդիրներ։ Սիրելի Հայկ, անհավաղ պետք է այս նեգատիվ էներգիայից մաքրվեք։ Մհեր Սեդա, տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Մհերի եւ Սեդայի համար։ Մհեր Սեդա, կա ֆինանսական դժվարություններ, սիրելի Մհեր, սիրելի Սեդա, բայց այդ խնդիրները, դժվարությունները ժամանակավոր են, դուք կկարողանաք այդ իրավիճակից հաղթանակով դուրս գալ, ինչ երազանքներ, նպատակներ որ կա, սիրելի Մհեր, սիրելի Սեդա, ձեր երազանքները, նպատակները կատարվելու են։ Շնորհակալ եմ։ Նազելի 18 տարեկան, ֆինանսական։ Նազելի 18 տարեկան, ֆինանսական։ Տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Նազելիի համար։ Կա խնդիրներ, սիրելի Նազելի։ Սիրելի Նազելի, ձեր վրա թուղթուգիր կա
եւ ձեր անձնականն է փակված, եւ ձեր ֆինանսականն է փակված, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, դուրս եկեք այս նեգատիվից եւ անձնական կլինի եւ ֆինանսական կլինի, քանի կա այս կախարդանքը, այս մագիան, այս նեգատիվ էներգետիկան, դուք ոչ անձնական ոլորտում կունենաք հաջողություն, ոչ էլ գործնական ոլորտում։ Հասմիկ 29 տարեկան, տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Հասմիկի համար։ Հասմիկ 29 տարեկան։ Սիրելի Հասմիկ, ձեր վրա կատորմական անեծք, հատկապես փակված է ձեր հայրական ազգը։ Դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, դուրս եկեք այս նեգատիվից եւ կլինի հաջողություն եւ անձնական ոլորտում եւ գործնական ոլորտում։ Սիրելի Հասմիկ, ինչին ձեռ եք տալիս, քանդվում եք, ինչի վրա հենվում եք, բլուզվում եք, դիմեք էքստրասենսի, կատարեք մաքրման գործողություն, նոր հաջողություն կլինի ձեր կյանքի բոլոր ոլորտներում։ Շնորհակալ եմ նվերների համար։ Մայրամ 26 տարեկան անձնական։ Մայրամ 26 տարեկան անձնական։ Տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Մայրամի համար։ Սիրելի Մայրամ, ձեր անձնական ոլորտում լինելու է հաջողություն, ինչ երազանք նպատակ որ ունեք, ձեր երազանքները նպատակները կատարվելու են։ Երջանկություն է ցույց տալիս։ Եթե նույնիսկ խնդիրներ կա, պրոբլեմներ կա, դուք այդ խնդիրներից, պրոբլեմներից հաղթանակով դուրս եք գալիս։ Սվետա 19 տարեկան անձնական։ Տեսնենք ինչ է ասում տիեզերքը մեր սիրելի Սվետայի համար։ Սվետա 19 տարեկան անձնական։ Կա խնդիրներ, սիրելի Սվետա, բայց այդ խնդիրները ժամանակավոր են, ձեր անձնական ոլորտում եղել է այնպիսի իրավիճակ, որ դուք վախենում եք, որ դուք հիասթափված եք, որ դուք հոգեբանական վատ իրավիճակի մեջ եք ընկել, սիրելի Սվետա, բայց մի վախեցեք, մի հիասթափվեք, ձեր անձնական ոլորտում ցույց է տալիս երջանկություն։ Հայկուշ 27 տարեկան անձնական։ Հայկուշ 27 տարեկան անձնական։ Կա խնդիրներ, սիրելի Հայկուշ, բայց այդ խնդիրները ժամանակավոր են, ձեր եւ անձնական ոլորտում եւ ֆինանսական ոլորտում լինելու է հաջողություն։ Դուք երջանիկ եք լինելու, սիրելի Հայկուշ։ Մայրամ 49 տարեկան անձնական։ Մայրամ 49 տարեկան անձնական։ Սիրելի Մայրամ, ձեր անձնական ոլորտում լինելու է հաղթանակներ։ Կա խնդիր, կա պրոբլեմ, սիրելի Մայրամ, բայց դուք այդ խնդրից, այդ պրոբլեմից հաղթանակով դուրս եք գալիս։ Դժվարությունը, խնդիրը, պրոբլեմը թողնում եք անցյալում, ձեր դեմ բացվում է երջանկության եւ հաջողության ժամանակահատված։ Գաք Արաքս, երբ երեխա կունենաք։ Գագիկ Արաքս, երբ երեխա կունենաք։ Դուք կունենաք երեխա եւ շատ մոտ ժամանակահատվածում ձեզանից էլ աշկալուսանք եմ սպասում։ Այո, սիրելիներս, ես մաքրում անում եմ։ Ես էքստրասենս բարահոգեբան եմ, կատարում եմ նաև մաքրում, կատարում եմ տարբեր տեսակի ծիսակարգեր, մարդկանց վրա դնում եմ պաշտպանության էներգետիկա, այո, ես մաքրում նույնպես կատարում եմ։ Շնորհակալ եմ Հովիկ 25 տարեկան։ Տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի
Հովիկի համար Հովիկ 25 տարեկան Սիրելի Հովիկ, ձեր կյանքի բոլոր ոլորտներում լինելու է հաջողություն, լինելու է հաղթանակներ, ինչ երազանքներ, նպատակներ, որ ունեք, ձեր երազանքները, նպատակները կատարվելու են, հնարավոր է տրանսպորտի միջոց ձեռք բերեք, հնարավոր է երկրից դուրս գալու հնարավորություն ունենաք, հնարավոր է այնպիսի աշխատանք ունենաք, որը հեռահար աշխատանք է, սիրելի Հովո, ձեր կյանքի բոլոր ոլորտներում էլ լինելու է հաջողություն, շնորհակալ եմ նվերների համար, կարող եք ինձ անձնական նամակով գրել, ես կպատասխանեմ, դուք երեխա կունենաք, սիրելի Գագ, սիրելի Արաքս և շատ մոտ ժամանակահատվածում, բարև ձեզ, Հերմինե 22 տարեկան ընդհանուր, Հերմինե 22 տարեկան ընդհանուր, Կախնդիրներ սիրելի Հերմինե, ձեր վրա կա մագիա, որը փակում է ձեր և անձնական ոլորտը և գործնական ոլորտը, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, դուրս եկեք այս նեգատիվից սիրելի Հերմինե և ձեր կյանքի բոլոր ոլորտներում կլինի հաջողություն, շնորհակալ եմ, Լիլիթ 47 տարեկան, տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Լիլիթի համար, Լիլիթ 47 տարեկան, կախնդիրներ սիրելի Լիլիթ, ընդհանրապես սիրելի Լիլիթ, ձեր վրա մագիա կա, ձեր վրա թուղթուղիր կա, որը փակում է ձեր և հասնական երջանկությունը և ձեր ֆինանսական հաջողությունը, այս նեգատիվը փակելու է նաև ձեր տուն ունենալու հնարավորությունը, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, դուրս եկեք այս նեգատիվից, նոր հաղթանակներ կլինի ձեր կյանքի բոլոր ոլորտներում և ձեր նպատակը տունը ունենալու հետ կապված ձեր նպատակներն է, ձեր երազանքներն է կկատարվի, քանի կա այս խնդիրը, այս պրոբլեմը, չեմ տեսնում, որ կլինի, կկարողանաք ձեր տան հարցը լուծել։ Ալինա 21 տարեկան ընդհանուր, տեսնենք ինչ է ասում տիեզերքը մեր սիրելի Ալինայի համար, Ալինա 21 տարեկան ընդհանուր, կախնդիրներ սիրելի Ալինա, բայց այդ խնդիրները ժամանակավոր են ձեր և անձնական ոլորտում և գործնական ոլորտում լինելու է հաջողություն, խնդիրները, պրոբլեմները թողնում եք անցյալում, ձեր դեմ բացվում է հաջողության ժամանակահատված։ Գրում եք ձեր տարիքը, գրում եք ձեր անունը, գրում եք ձեր հարցը, որպեսզի կարողանամ ձեր հարցին պատասխանել։ Կնյազ Կարինե, տեսնենք ինչ է ասում տիեզերքը մեր սիրելի կնյազի և Կարինեի համար, Կնյազ Կարինե, սիրելի կնյազ, սիրելի Կարինե, ձեր կյանքի մեջ լինելու է երջանկություն, եթե նույնիսկ խնդիրները կա, պրոբլեմները կա, դուք այդ խնդիրներից, պրոբլեմներից հաղթանակով դուրս եք գալիս, երջանկություն է ցույց տալիս, հաջողություն է ցույց տալիս։ Ֆուրման 25 տարեկան,
Տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Ֆուրմանի համար։ Ֆուրման 25 տարեկան։ Կա խնդիրներ, սիրելի Ֆուրման։ Կա խնդիրներ ձեր ֆինանսական ոլորտում, բայց այդ խնդիրները լուծելի են, դուք հաղթանակով այդ խնդիրներից, պրոբլեմներից դուրս եք գալիս։ Հատկապես մոտակա ժամանակահատվածում հաջողություն է լինելու ձեր ֆինանսական ոլորտում։ Արմինե 55 տարեկան։ Տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Արմինեի համար։ Շնորհակալ եմ նվերների համար, շնորհակալ եմ լայքերի համար։ Արմինե։ Կա խնդիրներ, սիրելի Արմինե, բայց այդ խնդիրները ժամանակավոր են, ձեր և ֆինանսական ոլորտում է լինելու հաջողություն և ձեր անձնական ոլորտում է լինելու հաջողություն։ Խնդիրները, պրոբլեմները թողնում եք անցյալում, ձեր դեմ բացվում է հաջողության ժամանակահատված։ Շնորհակալ եմ, շնորհակալ եմ։ Արմեն 38 տարեկան, անձնական։ Արմեն 38 տարեկան, անձնական։ Տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Արմենի համար։ Սիրելի Արմեն, ձեր վրա կա մագիա, ձեր վրա կա կախարդանք, ձեր անձնականը փակված է, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, դուրս եկեք այս նեգատիվից և ձեր կյանքի բոլոր ոլորտներում կլինի հաջողություն, ձեր անձնականը փակված է, սիրելի Արման, ձեր վրա մագիա կա, ձեր վրա կախարդանք կա։ Նանա 62 տարեկան, տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Նանայի համար։ Նանա 62 տարեկան։ Սիրելի Նանա, ձեր վրա կա նեգատիվ, ձեր տան վրա կա թուղթուգիր, ձեր տան վրա կա մագիա, ձեր տան վրա կա կախարդանք, որի պատճառով ոչ անձնական երջանկություն կա, ոչ ֆինանսական հաջողություն կա, կա տարաձայնություններ, կա խնդիրներ, կա պրոբլեմներ, կա իրար չհասկանալու իրավիճակ, կա առողջական խնդիրներ, սիրելի Նանա, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, այս նեգատիվը մաքրեք ձեր վրայից, ձեր ընտանիքի, ձեր սերունդի վրայից, որպեսզի լինի հաջողություն։ Հերմինե 22 տարեկան, անձնական։ Հերմինե 22 տարեկան, անձնական։ Տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Հերմինեի համար։ Հերմինե 22 տարեկան, անձնական։ Կա խնդիրներ, սիրելի Հերմինե, կա խնդիրներ, ձեր անձնական կյանքի մեջ պրոբլեմ է եղել, ձեր անձնականը պետք է ստացվեր և չի ստացվել։ Դուք վախենում եք, որ կարող է ձեր անձնականը նորից չկաշկավորվի։ Գիտեք ինչ, սիրելի Հերմինե, մի վախեցեք, ձեր անձնական ոլորտում լինելու է հաջողություն, լինելու է երջանկություն, ինչ էլ որ կատարվել է, դա չի նշանակում, որ դա կապված է ինչ-որ նեգատիվի հետ։ Ուղղակի այդ անձնավորությունը կարող է ձեր հետ ընդհանրապես ճակատագրական կապ չունի, բայց սիրելիս դուք լինելու եք երջանիկ, ձեր անձնական կյանքի մեջ լինելու է հաջողություն, լինելու է երջանկություն, ինչ երազանքներ են, նպատակներ, որ ունեք, դրանք կատարվելու են։ Ուղղակի որոշակի ժամանակ է ցույց տալիս։ Կնյաս 34 տարեկան, անձնական։ Կնյաս 34 տարեկան, անձնական։ Կա խնդիրներ, սիրելի կնյաս, կա խնդիրներ ֆինանսական ոլորտում, անձնական ոլորտում, մի վախեցեք, կա խնդիրներ, բայց այդ խնդիրները ժամանակավոր են, ձեր ֆինանսական ոլորտում և անձնական ոլորտում լինելու է հաջողություն։ Ինչ երազանք նպատակ որ ունեք, սիրելի կնյաս, հատկապես ձեր անձնականի հետ կապված,
ձեր հիրազանգը նպատակը կատարվելու է։ Երջանկություն ես ցույց տալիս, սիրելի կնյաց։ Իրինա 37 տարեկան անձնական։ Իրինա 37 տարեկան անձնական։ Սիրելի Իրինա, ձեր անձնական ոլորտում լինելու է երջանկություն, խնդիրները, պրոբլեմները թողնում եք անցյալում, ձեր դեմ փաստվում է երջանկության ժամանակահատվածը, եկել է ուրախանալու եւ երջանկանալու ժամանակը, սիրելի Իրինա։ Շնորհակալ եմ նվերների համար, շնորհակալ եմ լայքերի համար։ Կոհար 33 տարեկան ֆինանսական։ Տեսնենք ինչ է ասում տիեզերքը մեր սիրելի Կոհարի համար։ Կոհար 33 տարեկան ֆինանսական։ Սիրելի Կոհար, ձեր վրա կա թուղթուկիր, ձեր վրա կա մագ, ձեր վրա կա կախարդանք, ձեր եւ ֆինանսական նեփակված եւ անձնական նեփակված։ Դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, դուրս եկեք այս նեգատիվից եւ ֆինանսական հաջողություն կլինի եւ անձնական երջանկություն կլինի։ Սիրելի Կոհար, այս նեգատիվը բերելու է նաեւ առողջական խնդիրներ, կա արդեն առողջական խնդիրներ, ձեր հորմոնալ ֆոնի հետ կապված։ Դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, որպեսզի լինի երջանկություն։ Վարդուհի 30 տարեկան։ Տեսնենք ինչ է ասում տիեզերքը մեր սիրելի Վարդու համար։ Վարդուհի 30 տարեկան։ Կախնդիրներ, սիրելի Վարդուհի, ձեր վրա կա տոմական անեծք, որը փակում է ձեր անձնականը, փակում է ձեր գործնականը։ Դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, այս կախարդանքից, այս մագիայից, այս նեգատիվից ձերբազատվեք, որպեսզի լինի հաջողություն, որպեսզի լինի երջանկություն։ Անահիտ 58 տարեկան զինվորական թորտիկդ ունի պրոբլեմ։ Տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Անահիտի համար։ Կա խնդիրներ, ճիշտ է ձեր թորնիկի մոտ, կա խնդիրներ, կա պրոբլեմներ, սիրելի Անահիտ։ Սիրելի Անահիտ, ընդհանրապես ցույց է տալիս, որ ձեր թորնիկի վրա կա նեգատիվ, որը բերել է նման առողջական խնդիրների, ֆինանսական պրոբլեմների առաջ է կանգնեցրել։ Սիրելի Անահիտ, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, թող ձեր թորնիկը անհապաղ մաքրվի։ Այդ առողջական խնդիրները, այդ պրոբլեմները ոչ թե սովորական խնդիրներ են, սովորական պրոբլեմներ են։ Ձեր թորնիկի վրա կա մագիա, որը բերում է, կանգնեցնում է ձեր թորնիկին նման ֆիզիոլոգիական խնդիրի առաջ։ Սիրելի Անահիտ, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, ձեր թորնիկին մաքրեք այս նեգատիվից եւ այդ առողջական պրոբլեմից էլ դուրս կգա եւ ձեր թորնիկի կյանքի մեջ էլ կլինի հաջողություն։ Թորնիկիդ վրա գիրք կար կատարած, որը բերում է նման ֆիզիոլոգիական բարդության առաջ է կանգնեցնում։ Լուսինե 45 տարեկան ֆինանսական։ Լուսինե 45 տարեկան ֆինանսական։ Տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Լուսինեի համար։ Լուսինե 45 տարեկան ֆինանսական։ Սիրելի Լուսինե, ձեր ֆինանսական ոլորտում եւ անձնական ոլորտում լինելու է հաջողություն, լինել հաղթանակներ։ Եթե խնդիր կա, պրոբլեմ կա, դուք այդ խնդրից, պրոբլեմից հաղթանակով դուրս եք գալիս։
Կարինե 37 տարեկան։ Տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Կարինեի համար։ Կարինե 37 տարեկան։ Կախնդիրներ սիրելի Կարինե։ Սիրելի Կարինե, ձեր վրա կա թուղթուգիր, ձեր վրա կա մագիա, ձեր անձնականը փակված է, ձեր գործնականը փակված է, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, դուրս եկեք այս նեգատիվից, սիրելի Կարինե, եւ ձեր կյանքի բոլոր ոլորտներում կլինի հաջողություն։ Ռիմա 68 տարեկան առողջական։ Տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Ռիմայի համար։ Ռիմա 68 տարեկան առողջական։ Կախնդիրներ սիրելի Ռիմա։ Մի վախեցեք, կատարեք անհապաղ բժիշկների ցուցումը, կլինի լավացում, կլինի ավագինում, սիրելի Ռիմա։ Վարդուի 59 տարեկան։ Տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Վարդու համար։ Վարդուի 59 տարեկան։ Սիրելի Վարդուի, ձեր կյանքի բոլոր ոլորտներում լինելու է հաջողություն։ Եթե նույնիսկ խնդիր կա, պրոբլեմ կա, սիրելի Վարդուի, դուք այդ խնդիրներից, պրոբլեմներից հաղթանակով դուրս եք գալիս։ Ինչ երազանք նպատակ որ ունեք, սիրելի Վարդուի, ձեր երազանքները, նպատակները կատարվելու են եւ անձնական ոլորտում, եւ գործնական ոլորտում։ Սեդա Հարութ, շփում կլինի թե ոչ։ Սեդա Հարութ, շփում կլինի թե ոչ։ Տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Սեդայի եւ Հարութի համար։ Սեդա Հարութ։ Սիրելի Սեդա, սիրելի Հարութ, ձեր վրա թուղթուգիր կա, ձեր վրա մագիա կա, որը չի թողնելու, որ լինի շփում։ Որպեսզի լինի շփում, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, դուրս եկեք այս նեգատիվից, նոր հնարավոր է, որ լինի շփում։ Նարինե 40 տարեկան առողջական։ Տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Նարինեի համար։ Նարինե 40 տարեկան առողջական։ Կախնդիրներ սիրելի Նարինե։ Սիրելի Նարինե, ձեր առողջական խնդիրը դա սովորական խնդիր չէ, ձեր վրա թուղթուգիր կա, ձեր վրա մագիա կա, որպեսզի լինի ապակինում, որպեսզի լինի լավացում, դուք ոչ միայն պետք է կատարեք բժշկի ցուցումը, դուք նաև պետք է ձեր վրայից մաքրեք այս թուղթուգիրն ու այս նեգատիվը։ Դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, նոր կլինի ապակինում, նոր կլինի լավացում։ Մարինե 26 տարեկան։ Ձեր գործը հաջողություն կունենա թե ոչ։ Մարինե 26 տարեկան։ Ձեր գործը հաջողություն կունենա թե ոչ։ Մելինե, ձեր գործը հաջողություն կունենա թե ոչ։ Կախնդիրներ, ձեր վրա թուղթուգիր կա, սիրելի Մելինե, ցույց է տալիս, որ կա նեգատիվ, որը փակելու է ձեր գործունեության հաջողությունը։ Դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, դրեք պաշտպանություն եւ կլինի ֆինանսական եւ անձնական հաջողություն։ Քանի կա այս նեգատիվը, դուք ինչին էլ որ ձեր տակ, սիրելի Մելինե, չի ստացվի։ Դիմեք էքստրասենսի, մաքրման գործողություն կատարեք, պաշտպանություն դրեք, ֆինանսական հոսքեր բացեք եւ ձեր գործունեությունը կսկսի աշխատել։ Այո, ես մաքրման գործողություններ կատարում եմ։ Կարող եք նաեւ ինձ դիմել, բայց դա ձեր սեփական կամքն է, ում կարող եք
նրան էլ դիմեք։ Շնորհակալ եմ, շնորհակալ եմ։ Алина Женя. Посмотрим, чувствует. Еще есть чувство или нет. Алина Женя. Посмотрим, что говорит Всевышний. Алина Женя. Да, дорогая Алина, да, есть чувство. В ваших отношениях все будет отлично. Чувство есть. Чем дальше, тем много будет чувств, дорогая. Да, есть чувство. Շնորհակալ եմ։ Անի 27 տարեկան, երեխա կունենաք թե ոչ։ Անի 27 տարեկան, երեխա կունենաք թե ոչ։ Это не имеет значения, что вы расстались. Я вижу, что у вас будет еще связь. Անի 27 տարեկան, երեխա կունենաք թե ոչ։ Անի 27 տարեկան։ Կա խնդիրներ, սիրելի Անի, բայց մի վախեցեք, դուք այդ խնդիրները կհաղթահարեք, դուք երեխա կունենաք, ձեզանից էլ աշկալուսանք եմ սպասում։ Կա խնդիրներ, բայց մի վախեցեք, դուք բալիկ կունենաք, սիրելի Անի։ Լուսինե 39 տարեկան, երեխա կունենաք թե ոչ։ Լուսինե 39 տարեկան, երեխա կունենաք թե ոչ։ Սիրելի Լուսինե, ձեր վրա կա թուղթուգիր, ձեր վրա կա մագիա, որը թույլ չի տալիս, որ դուք երեխա ունենաք։ Դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, դուրս եկեք այս նեգատիվից, նոր դուք հնարավորություն կունենաք երեխա ունենալու, դեռ հնարավորություն ունեք, ուղղակի ժամանակ մի կկործրեք, անհապաղ այս նեգատիվից ձերբազատվեք։ Կարող եք, եթերից հետո ինձ հետ կապնվեք։ Կարեն Ստելա, երեխա նորից կլինի թե ոչ։ Կարեն Ստելա, այո, կլինի բալիկ, սիրելի Կարեն, սիրելի Ստելա, երեխա կլինի։ Ձեզանից էլ աշկալուսանք եմ սպասում, երեխա կլինի։ Շնորհակալ եմ նվերների համար։ Տիգրան 47 տարեկան, ֆինանսական։ Տիգրան 47 տարեկան, ֆինանսական։ Կա խնդիրներ, սիրելի Տիգրան։ Կա խնդիրներ ձեր ֆինանսական ոլորտում, բայց մի վախեցեք, մի հիասթափվեք, լինելու է եւ հաղթանակներ, լինելու է եւ հաջողություն, դուք այդ ֆինանսական խնդիրներից եւ բարդություններից հաղթանակով դուրս եք գալիս։ Արփինե 25 տարեկան, տղա երեխա կունենաք թե ոչ։
Արփինե 25 տարեկան տղա երեխա կունենաք, թե ոչ։ Սիրելի Արփինե, ձեր վրա կա նեգատիվ, որը փակում է տղա երեխա ունենալու հնարավորությունը։ Դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրմաքուր դուրս եկեք այս նեգատիվից, դուք դեռ երիտասարդ եք եւ հնարավորություն կունենաք նաեւ տղա երեխա ունենալու։ Տղա երեխան դա սերունդի ճանապարհ է, շարունակություն է։ Տղա աղջիկը համարվում է ուրիշ սերունդ շարունակող։ Փակված է տղա երեխա ունենալու իրավիճակը։ Դիմեք էքստրասենսի, մաքրմաքուր կատարեք եւ հնարավորություն կունենաք տղա երեխա ունենալ։ Մարիամ 34 տարեկան ֆինանսական։ Մարիամ 34 տարեկան ֆինանսական։ Մարիամ 34 տարեկան ֆինանսական։ Տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Մարիամի համար։ Սիրելի Մարիամ, ձեր ֆինանսական ոլորտում լինելու է հաջողություն։ Եթե խնդիր կա, պրոբլեմ կա, դուք այդ խնդրից պրոբլեմից հաղթանակով դուրս եք գալիս։ Հաջողություն է ցույց տալիս, հաղթանակներ է ցույց տալիս ձեր ֆինանսական ոլորտի հետ կապված։ Շնորհակալ եմ լայքերից, շնորհակալ եմ նվերների համար, շատ շնորհակալ եմ։ Ես եթեզանից եմ շնորհակալ, գրանցվեք իմ ալիքներին, նման ձևով ձեր շնորհակալությունը կհայտնեք։ Լուսինե Արտյոմ, տեսնենք ինչն է ձեր վիճաբանության պատճառը։ Լուսինե Արտյոմ, տեսնենք ինչ ասում տիեզերքը։ Սիրելի Լուսինե, սիրելի Արտյոմ, հնարավոր է ձեր երկուսի վրա կա նեգատիվ, որի պատճառով այդ վիճաբանություններն ու այդ կռիվները կա։ Դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, սիրելի Լուսինե, մաքրվեք եւ դուք, մաքրվեք եւ Արտյոմին եւ այդ վիճաբանություններն ու պրոբլեմները ձեր միջից կվերանան։ Իսկ եթե չմաքրվեք, սիրելի Լուսինե, ընդհակառակը հնարավոր է լինի լրիվ բաժանություն։ Շնորհակալ եմ նվերների համար, շնորհակալ եմ լայքերի, սրտիկների համար։ Շատ շնորհակալ եմ։ Карине 46 лет. Финансы. Посмотрим, что говорит Всевышний. Карине 46 лет. Финансы. Дорогая Карине, на вас есть родовое проклятие, которое закрывает ваши финансы. Обращайтесь к экстрасенсу, делайте чистку, избавьтесь от этого негатива, и у вас в финансовой сфере все будет отлично. Этот негатив не только закрывает ваши финансы, этот негатив закрывает и удачу в вашей личной жизни. Обязательно обращайтесь к экстрасенсу, делайте чистку, избавьтесь от этого негатива, и у вас финансы будут, много будет финансов. Լիլիթ 45 տարեկան։ Տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Լիլիթի համար։ Լիլիթ 45 տարեկան։ Անձնական, գործնական։ Լիլիթ 45 տարեկան։ Սիրելի Լիլիթ, ձեր վրա թուղթուգիր կա, ձեր վրա մագիա կա, ձեր վրա կախարդանք կա, ձեր եւ անձնականն է փակված եւ գործնականն է փակված։ Դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, դուրս եկեք այս նեգատիվից, սիրելի Լիլիթ, նոր կլինի հաջողություն եւ անձնական ոլորտում եւ գործնական ոլորտում։ Ամեն ինչ փակված է, ինչ ինձ եք տալիս քանդվում է, ինչ ինձ եք տալիս
փլուզվում է։ Սիրելի Արմեն, Անահիտ, գրեք ձեր տարիքը, Արմենը տարիք, Անահիտը տարիք, որպեսզի կարողանալ ավելի ճիշտ և կոնկրետ ձեր հարցերին պատասխանել։ Շնորհակալ եմ նվերների համար, շնորհակալ եմ լայքերի ու սրտիկների համար։ Արմեն, Անահիտ, կմիանաք թե ոչ։ Արմեն, Անահիտ, սիրելի Արմեն, սիրելի Անահիտ, ձեր վրա կա թուղթուգիր, որը բերելու է բաժանության։ Քանի կա այս գիրը, քանի կա այս մագիան, միություն չեմ տեսնում, որպեսզի լինի միություն, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, դրեք նաև պաշտպանություն, որպեսզի լինի միություն։ Ես ձեզանից եմ շնորհակալ եմ ձեր լայքերի, ձեր սրտիկների, ձեր նվերների համար, շատ շնորհակալ եմ։ Ինչպես գիտեք, ես էքստրասենս բարահոգեբան եմ։ Գրում եք ձեր տարիքը, գրում եք ձեր անունը և ձեր հարցը։ Ինգա 29 տարեկան ընդհանուր։ Ինգա 29 տարեկան ընդհանուր։ Տեսնենք ինչ ասում դեզերքը մեր սիրելի Ինգայի համար։ Ինգա 29 տարեկան։ Սիրելի Ինգա, ձեր կյանքի ոլորտներում լինելու է հաջողություն և անձնական ոլորտում, և գործնական ոլորտում լինելու է հաջողություն։ Եթե խնդիր կա, պրոբլեմ կա, դուք այդ խնդրից պրոբլեմից հաղթանակով դուրս եք գալիս։ Գոհար 34 տարեկան անձնական։ Տեսնենք ինչ ասում դեզերքը մեր սիրելի Գոհարի համար։ Գոհար 34 տարեկան անձնական։ Կա խնդիրներ, սիրելի Գոհար, բայց այդ խնդիրները ժամանակավոր են, մի քվախեցեք, մի հիասթափվեք, ինչ երազանք նպատակ ունեք, գնացեք երազանքի նպատակի հետևից, այդ դեպքում և հաջողություն կլինի, և երջանկություն կլինի, մի քվախեցեք, խնդիրները, պրոբլեմները թողնում եք անցյալում, ձեր դեմ բացվում է հաջողության ժամանակահատված։ Հայկ 42 տարեկան, տեսնենք ինչ ասում դեզերքը մեր սիրելի Հայկի համար։ Հայկ 42 տարեկան։ Սիրելի Հայկ, ձեր վրա կա թուղթուգիր, ձեր վրա կա մագիա, ձեր վրա կա կապ, ձեր կյանքի բոլոր